Ինչպես բաժանեցին սագը։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի աղքատ գյուղացի է լինում, անունը Գրիկիս։ Մի օր սա որոշում է նոր խրճիթ սարքել իր համար, բայց ոչ գերան է ունենում, ոչ փող։ Նրա ունեցած չունեցածը ընդամենը մի սագ է լինում։ Մի օր էլ գյուղացին որոշում է գնալ կալվածատիրոջ մոտ իր դարդը պատմելու։ Գալիս է ու խնդրում. «Աղա, դու ինձ գերաններ տուր, ես էլ իմ սագը կտամ քեզ»։ Կալվածատերը համաձայնվում է։ Գրիկիսը բերում է իր սագը, իսկ կալվածատերն ասում է. «Ես ունեմ 2 աղջիկ, 2 տղա, դե մեկ էլ ես ու կինս։ Ոնց պիտի 6 հոգիս մի սագը կիսենք»։ Գրիկիսը պատասխանում է. «Սպասիր աղա, ես կկիսեմ»։ Վերցնում է սագը, գլուխը կտրում ու ասում. «Դու աղա, ընտանիքի գլուխն ես, դե գլուխն էլ վերցրու, քո տիկինը տանտիրուհին է, նրան էլ պոչը։ Ձեր աղջիկները գեղեցկուհիներ են, ճարպիկ են ու թռվռան թռչունի պես, նրանց էլ թևերը։ Ձեր տղաները տան հենարանն են, նրանց էլ ոտքերը։ Իսկ ես էլ մի խեղճ գյուղացի եմ, ինձ էլ սագի փորն ու փորոտիքը»։ Կալվածատիրոջ դուրը գալիս է Գրիկիսի արդար բաժանումը, ու նա Գրիկիսին է տալիս նրա բաժին սագը և գերանները։ Ուրախ տուն է վերադառնում Գրիկիսը, ախր նա իր սպասելիքից ավելի շատ էր ստացել։ Մի ուրիշ գյուղացի լսում է այդ մասին ու մտածում. «Ես մարակ պիտի շինեմ, բայց փող չունեմ, փոխարենը 5 սագ ունեմ, արի հլա մի դրանք տանեմ կալվածատիրոջը տամ»։ Մտածելն ու անելը մեկ է լինում։ Գյուղացին իր սագերը տանում է կալվածատիրոջ մոտ։ Կալվածատերը մտածում է, թե ոնց բաժանի այդ սագերը։ Գյուղացին էլ է գլուխ ջարդում, բայց ոչ մի բան չի կարողանում մտածել։ Վերջապես մարդ են ուղարկում Գրիկիսի ետևից, որ գա։ Գալիս է Գրիկիսն ու ուրախանում. «Հոգի չպատիվ չի, իրեն են կանչում, որ սագերը բաժանի»։ Գրիկիսը վերցնում է մի սագը, տալիս է կալվածատիրոջն ու ասում. «Դու, ձեր կինն ու սագը, 3 եք»։ Երրորդ սագը տալիս է նրա աղջիկներին ու ասում. «2 տղաներն ու սագը, դարձյալ 3»։ Երրորդ սագը տալիս է նրա աղջիկներին ու ասում. «2 աղջիկներն ու սագը, դարձյալ 3»։ Իսկ 2 սագն էլ ինքն է վերցնում ու ասում. «Մի գյուղացին ու մի սագ, էլի 3»։ Այսպես Գրիկիսը նորից է սագերը բաժանում ու իրեն էլ չի զրկում։ Վերցնում է իր բաժին սագերը և վերադառնում տուն։